Բարի երեկո, հարգելի ընկերներ, ինչպես նախորդ պայմանավորվել էինք, այսօր խոսելու ենք օդի աղտոտվածության թեմայից, ես մի քանի կարևոր բան ունեմ արձանագրելու եւ ձեր հետ կիսվելու, 1 րոպե սպասենք, որ մեր ընկերները միանան ուղիղ եթերին եւ շարունակենք մեր քննարկումը միասին։ Բարի երեկո, հարգելի հայրենակիցներ, սիրելի ընկերներ, այսօր խոսելու ենք մի թեմայի մասին, որի մասին մենք բազում անգամ ունեցել ենք քննարկումներ, արդեն շուրջ 2 տարի է ես բարձրաձայնում եմ օդի աղտոտվածության հարցը, նախ ուզում եմ արձանագրել հետևյալ փաստը, որ օդի աղտոտվածության դեմ պայքարին միացել են քաղաքացիական նախաձեռնություններ, միացել են բլոգերներ, միացել են բժիշկներ, ապա քաղաքական մարդիկ, ովքեր հասկանում են ինչ ողբերգական վիճակ է այսօր օդի աղտոտվածության խնդիրը հանգեցնում, ինչ վիճակ է հանգեցնում օդի աղտոտվածության խնդիրը։ Եվ ըստ էության սա բոլորիս խնդիրն է, կապ չունի քաղաքական, ապա քաղաքական, իշխանական թե ընդդիմադիր, մենք բոլորս ենք շնչում, մեր ընտանիքները բոլորն են շնչում այս օդը եւ Տիգրան Ավինյանի ապիկար կառավարման արդյունքում մենք ունենալու ենք շատ լուրջ հետևանքներ տարբեր մարդկանց առողջության հետ կապված, սրտանոթային խնդիրներ, հազ, թոքի եւ քաղցի եղածին օդը համարվում է ամեն ինչը եւ մենք ունենք այդ խնդիրը այսօր ցավոք սրտի։ Հիմա ես այսօր ոչ միայն խոսելու եմ նրա մասին, որ խնդիր կա, որովհետև մենք բոլորս արդեն բազմիցս արձագանքել ենք, որ կա խնդիր, այդ խնդիրը առաջի հերթին Երևանի քաղաքապետարանում այդ հանցավոր անգործությունն է, որ կա Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, որ իրանց անձնական հարցերն են լուծում, անձնական հարցերն են առաջ քաշում, իրանց սեփական խնդիրների լուծմամբ են զբաղվում, Ավինյան Տիգրանն այս ընթացքում ձեռք է բերել 490 հազարանոց կամ քանի 100 հազարանոց անշարժ գույք, Երևանում 200 եւ ավել հազարանոց գույք Սևանում, հիմա այդ մարդը փոխանակ նստի մտածի, որ Երևանը աշխարհի ամենաաղտոտված օդի top 30-ում է հայտնվել, ինքը իր ռեմոնտով է զբաղվում եւ ըստ էության որևէ գործ չի անում, որ այս խնդիրը լուծի, բայց երևանցիները մուծում են ավելի թանկ կարմիր գծերի համար, կայանատեղիների, մուծում են ավելի թանկ աղբահանության համար, մուծում են ավելի թանկ գույքերի, հարկերի, տուրքերի բոլոր ուղղություններով երևանցին ամենաշատն է մուծում հարկ, ամենաշատն է հարկվում, ամենաշատն է գումար տալիս Երևանին, որպեսզի Երևանը իրականացնի խնդիրների լուծում, ոչ թե խնդիրների ստեղծում։ Այսօր Տիգրան Ավինյանը ինչ որ տեսանյութ էր հրապարակել, որը իրականությանը չի համապատասխանում, հերթով ուզում եմ ներկայացնեմ, թե ինչու։ Նա ասում է, որ փաստորեն սեզոնն է, այս սեզոնի պատճառով վատ է, այս սեզոնն է նենց, որ օդի աղտոտվածություն է, որտեվ սեզոնը լավը չի, բան են վառում, տերևներ են վառում, դրանից է ես եւ ամառն եմ խոսել օդի աղտոտվածության մասին, եւ ձմեռն եմ խոսել, եւ գարունն եմ խոսել, եւ աշնանն եմ խոսել, եւ որևէ ընթացք չի տրվել բարձրաձայնած հարցերին 1 եւ 2, որևէ կապ չունի օդի աղտոտվածությունը այդ այրած տերևների հետ։ Օդի աղտոտվածությունը կապ ունի այն ծառերի, այն կանաչ հատվածի հետ, որ դուք կտրեցիք, տնկեցիք սակուրաներ
եւ այդ սակուրաները որևէ ոչ մի բանի օգուտ չտվեցին։ Բոլոր կանաչ գոտիները վերացրեցիք, որը որ ունեինք, սիրունության քողի տակ, որ մենք ավելի սիրուն, ավելի լավն ենք տնկել, բայց դուք ոչ մի բան չեք արել, որ լավն է։ Դուք ամեն ինչ քանդում եք, մսխում եք, ջարդում եք, 7 միլիարդ դոլար արտաքին պարտք եք վերցրել, ոչ մի կանաչապատ մեծ հատված չեք սարքել, որևէ գործընթաց չեք իրականացնել, որպեսզի անվտանգ սարքեք երևանցիների կյանքը, այնինչ մինչև ձեր իշխանության գալը Երևանը անվտանգ էր համարվում, աշխարհի ամենաբարձր պարբերականներում համարվում էր տասնյակ անվտանգ երկրներից մեկը եւ ֆիզիկական առասարակ անվտանգության մասին եւ մնացած տարբեր ուրեմն աստիճաններում անվտանգ էր, այդ թվում օդի աղտոտվածության մասով, մենք բոլորս ապրել ենք Երևանում, դուք եք երևի նոր եկել Երևան ապրում, չգիտեմ, կամ թեկուզ եւ նոր չեք եկել, դա կապ չունի, բայց մենք հիշում ենք Երևանում ոչ կային նման խցանումներ, ոչ կար այս օդի աղտոտվածությունը։ Դա եղել է Տիգրան Ավինյանի ապիկար կառավարման արդյունքում, ապիկար կառավարման պատճառով, որովհետեւ ամբողջ կյանքի ընթացքում 5 հոգու չկառավարած մարդը եկել դարել է Երևանի քաղաքապետ, որը ընդհանրապես ոչ մի աղերս չունի կառավարչական աշխատանքի հետ, ոչ մի աղերս չունի ինչ որ բան ստեղծելու հետ եւ իր ամենաբարձր գլուխ գովալու առարկան եղել է, որ ինքը ինչ որ Mercedes է ունեցել իր կյանքում ինչ որ մի օր, հա, եւ ցավոք սրտի մեր քաղաքը հազարամյա պատմություն ունեցող Հռոմից հին Երևանը իր ձեռքով է կառավարվում եւ այս խայտարակությունը, որ մենք ունենք, դրա պատճառով է։ Բայց այսօր ոչ թե տենց իրան քննադատելուն եմ ուզում ուղղեմ իմ խոսքը, որովհետեւ իրան քննադատելը կամ իրանց մասին խոսելը առհասարակ անիմաստ է այս պահին, որովհետեւ մենք ունենք շոշափելի խնդիր, որը իրանք չեն ուզում լուծեն։ Մենք պետքա հասկանանք, որ իրանց չի կարելի ընտրել Երևանի կառավարիչ կամ առհասարակ որպես կառավարիչներ, որովհետև իրանք արդեն ցույց են տվել, որ իրանց կառավարությունը հավասար է ուրեմն քոքահան եղած ծառեր, կանաչապատ տարածքների վերացում, Երևանում այս սմոգը տարթը, հավասար է անմարդկային խցանումների, հավասար է թանկացումների, որոնք ընդհանրապես անարդյունք են, այսինքն դուք խեք թանկացնում ինչ-որ բան, որ լավ ասֆալտ ունենանք, բայց վատ օդ, այսինքն նայեք, օդի աղտոտվածությունը մի խնդիր է, որը ամենակարևորն է երկրի համար, որ պետք է լուծվի։ Չկա դրանից ավելի կարևոր խնդիր, մեկը ռազմական անվտանգությունը, անգամ եթե համեմատենք դրանից կարևոր չի, որովհետև եթե օդը աղտոտվածելի մարդիկ այդտեղ մեռնեն, որ ապրեն, ինչքան է ռազմական անվտանգությունը բարձր լինի, այդ մարդիկ իրանց ներսում չեն կարող ապրեն, որովհետև այդ օդը, այդ մթնոլորտը մարդկանց սպանում է, այդ մետանը, երկաթները, որ կա օդի մեջ, դա մենք շնչում ենք։ Բայց ամենաաբսուրդն է, լավ իշխանավորներին դա չի հետևում, ձեր երեխեքներ են չէ դպրոց գնում, նույն օդը շնչում, ինչ որ մենք ենք շնչում, նենց չի, մենք մի օդ ենք շնչում, իրանք ուրիշ օդ են շնչում, սաղս նույն օդն ենք շնչում, չէ որ սա ազգային աղետ է, սա ազգային անվտանգության հարց է։ Եվ այս խնդիրը պետքա լուծվի։ Հիմա ես հատուկ գրել եմ լուծումներ եւ գրել եմ երկրների օրինակներ, որ ասեմ, որ դուք չասեք, գիտես ինչ կա, դուք քննադատում եք, բայց լուծումներ չեք առաջարկում, բայց ես բազմիցս եմ ասել, որ այո, կան լուծումներ, այո, առաջարկում ենք լուծումներ, ասում ենք, բայց մեզ այն մարդիկ, ովքեր որ կառավարում են, չեն լսում, որովհետև Տիգրան Ավինյանը զբաղված էր տան ռեմոնտով 400,000 դոլարանոց, ինքը խի պետք է երևանցիների համար ինչ որ բան մտածի, օդի աղտոտվածության հարց լուծի, 7 միլիարդ դոլար արտաքին պարտք ենք վերցրել, մի հատ ուրեմն աղբավայրի վերամշակման գործարան չենք կարացել սարքենք։ 7 միլիարդ դոլարի մեջ մի հատ տես փոքր հատված չենք մայրաքաղաքին, որտեղ ապրում է մի շուրջ 1 միլիոն մարդ, ավել պակաս։ Մենք չենք կարողացել հատկացնել այդ գումարները, հա։ Հիմա եկեք անդրադառնանք հետևյալին։ Առաջնային խնդիրներն են, դա ուրեմն դիզելային վառելիքով ավտոմեքենաներն են, դա մեծ հիմնականում չափերի տրանսպորտը առհասարակ, դա հանքերն են եւ
շին հրապարակներ, այո, Երևանում կան հանքեր, որոնք փաստացի աշխատում են եւ այդ հանքերը նաեւ Երևանին մոտիկ հատվածներում, որոնք խնդիր են առաջացնում, հա, մեր մայրաքաղաքի օդի աղտոտվածության մասով։ Ամենակարևոր խնդիրը, որ այսօր Երևանում կա, դա փոշու գոյությունն է, փոշու արկայությունն է, փոշին ձևավորվում է շին հրապարակներից, որոնք պատշաճ կերպով չեն իրականացնում իրանց շինարարությունը, որովհետև պատշաճ կերպով իրականացված շինարարությունը մենք տեսել ենք տարբեր երկրներում ոնց է լինում են շենքեր, որոնք պրեզենտով փակված են լինում, ինչ որ բանով կամ փակված են լինում, եւ այդտեղից չի գալի փոշին դուրս, փոշին մնում է ներսում։ Եվ կարևոր խնդիրներից մեկը, որ պետք է արձանագրենք, որ մենք ունենք, դա կանաչապատ տարածքների բացակայությունն է, հա, իսպառ բացակայում են կանաչապատ տարածքները, որտեղ որ կային, կտրեցին, սարքեցին ամայի տեղեր, որտեղ որ չկային, չեն ավելացրել։ Հիմա լուծումների մասին եկեք արագ, որ շատ մենք այդպես շատ չծավալվենք, ես մի հատ կարևոր հարց կա, որ ձեզ ուզում եմ այսօր ասեմ, ուզում եմ խորհուրդ տամ, թե մենք ինչ անենք, որ ինքնուրույն կարողանանք մեզ այս խնդրից հեռու պահենք գոնե տունը, եւ ես ձեզ վերջում կասեմ ոնց ենք դա անելու, էլի։ Ուրեմն տեսեք, Երևանում պետքա պարտադիր լինի մեծ ավտոբուսների, դիզելային ավտոբուսները պետքա Երևանից հեռացվեն, իրենց տեղը պետքա գան էլեկտրական ավտոբուսներ։ Սա մեկ։ Երկրորդը պետքա վառելիքի մոնիտորինգ լինի Երևանում, որ վառելիքը, որը վաճառվում է, պետքա լինի կոնկրետ ստանդարտներին համապատասխան։ Երևանում եւ Հայաստանում առասարակ չպետքա վաճառվի վառելիք, որը համապատասխան չի ստանդարտներին, որի պատճառով մենք ունենում ենք այդ ուրեմն նյութերը, որոնք արտադրվում են եւ մենք հետո շնչում ենք այդ նյութերը։ Շին հրապարակներում ուրեմն պետքա դրվեն փոշու սենսորներ, անպայման։ Շին հրապարակներում պետքա լինի փոշու սենսորներ եւ շին հրապարակները եւ այլ տարածքներ պետքա ունենան հատուկ սարքավորումներ կան, որոնք սենց ջուր են փչում եւ այդ ջուրը թույլ չի տալի, այսինքն 40-ից 60%-ով նվազեցնում է այդ փոշու օդ բարձրանալը, ջուրը, որ քաղաքի տարբեր տեղերում դնում են այդ պուլվերիզատորները, այդ հատուկ պուլվերիզատորներ կան եւ կան տասնյակ երկրներ, որոնք օգտվում են այդ պուլվերիզատորներից, մեծ պուլվերիզատորներ, որոնք օդը մաքրում են եւ ըստ էության փոշին իջացնում են հատակը եւ չեն թողում բարձրանա հետագայում դառնա սմոգ, ոնց որ այսօր Երևանում կարող եք տեսնել տարբեր հատվածներում։ Так, ուրեմն շին հրապարակների կառուցման մասին, ծառատունկերի մասին խոսել ենք, այսինքն շին հրապարակները պետք է կառուցվեն ճիշտ ձևաչափով եւ պետք է լինեն լուրջ տուգանքներ, որը եթե ով չի համապատասխանում ստանդարտին, պետք է տուգանվի, փակվի շինարարությունը եւ միայն ստանդարտներին համապատասխանացվելու դեպքում բացվի այդ շինարարությունը։ Ծառեր պետք է տասնյակ, 100 հազարավոր ծառեր տնկել եւ այն գումարները, որ գրպանվում են, այդ գրպանված գումարների փոխարեն, որովհետև քաղաքապետարանում մենք տեսնում ենք առնվազն տասնյակ, եթե ոչ հարյուրավոր դեպքեր ենք տեսել, որ ԱԱԾ-ն այդտեղից կոռուպցիոներներ է գալի վերցնում տանում, պետքա այդ գումարները օգտագործվեն այդ ծառերի համար։ Ուրեմն պետքա Երևանում լինի առնվազն 50 սենսոր, որը real time ցույց է տալիս, թե հենց այս պահին, օրինակ Արաբկիր վարչական շրջանում կամ Քանաքեր Զեյթունում, օրինակ Հաղթանակ զբոսայգում, հենց այս պահին օդի աղտոտվածությունը ինչ աստիճանի է, հա։ Հենց այսօր նոր ես որ մտնում եի ուղիղ եթեր, օդի աղտոտվածությունը Երևանում հենց այս հատվածում, այսինքն հրապարակին կից, հա, Մելիքադեմյան փողոցում ցույց էր տալիս 209, որ Հնդկաստանի, Չինաստանի, Մոսկվա, այսինքն 20-30 միլիոն հոգանոց մայրաքաղաքներում, որտեղ այդքան մարդ ապրում, այդքան ավտո կա, 20-30-ը կանաչա ցույց տալիս, իսկ մեր մոտ 200-ը անգամ այսօր լրատվամիջոցները անդրադարձել էին, որ 700-800 է եղել 3, այսինքն աշխարհում գերազանցել է այդ բանը։ Սենց որ դուրս ես գալիս փողոց քայլում ես, հետո որ գալիս ես տուն, ոնց որ վազում ես սենց վառվում է մեջը, այդտենց տպավորություն է, որովհետև այդ օդը, այդ որ նայում եք սմոգը, դա մառախուղ չի, դա սմոգ է,
հասկանում եք, դա ինչ որ չգիտես ինչ նյութեր է, որոնք մենք շնչում ենք, եւ եթե իրանք փորձում են խափեն, որ շատ ավտոներ են եկել դրանից, շատ ավտոներ, այսինքն ավելի շատ ավտոներ կա Երևանում, քան Պեկինում կամ Մոսկվայում, հա? Ոչ, ավելի շատ ավտոներ չկա Երևանում, քան Պեկինում կամ Թեհրանում, հա? Բայց այդտեղ չկա այդ օդի աղտոտվածությունը, որը որ կա Երևանում, հասկանում եք, աբսուրդը հենց այդ է։ Այսինքն 20-30 միլիոնանոց քաղաքում չկա այն օդի աղտոտվածությունը, որը կա 800-ից 1 միլիոն հոգանոց Երևանում։ Եվ ամենակարևոր խնդիրներից մեկը, որ ես առանձնացրել եմ, դա աղբավայրի վերամշակումն, աղբի վերամշակման գործարան ձևավորելն է, սարքելն է։ Այս իմ ասած բոլոր խնդիրները հնարավոր է լուծել։ Նաև այլ հնարավորություններ կա։ Երկրներ կա, որ կռիչների վրա տանիքներին կանաչապատ բաներ են դնում, որոնք որ ավելի օգնում են, ավելի մաքրի օդը, շատ հարցեր կա, 100% լուծելի խնդիր է, ուղղակի պետքա սեփական տունը ռեմոնտ անելու փոխարեն, ոնց որ Տիգրան Ավենյանն է անում, զբաղվել այն գործով, որի համար որ դու իմ կողմից աշխատավարձ ես ստանում, հա, իմ հարկով սնուցվող պաշտոնյան պետքա իրականացնի այն աշխատանքը, որի համար ինքը պաշտոնյան նշանակվել։ Եվ վերջում օրինակներով ուզում եմ բերեմ երկրներ, որոնք ունեցել են այդ խնդիրները եւ այդ խնդիրները լուծել են։ Մեր հարևան Իրանը, Թեհրանը մայրաքաղաքը, Վրաստանը ուրեմն ունեցել է նույն խնդիրը։ Ուրեմն հարավային Կորեան ունեցել է, Ճապոնիան ունեցել է, Մեծ Բրիտանիան ունեցել է, այս մոտավորապես 60-ից 80%-ով լուծված է խնդիրները, իրանց օդի աղտոտվածություն չկա այդ օդի աղտոտություն այլևս։ Դանիայում, Շվեյցարիայում, Իտալիայում, Իրանում ու Վրաստանում արդեն նշել եմ, Հնդկաստանում, Չինաստանում տարբեր հատվածներում մենք ունեցել ենք այս նախադեպերը եղել, հա, ոնց են, բայց այդ մարդիկ նստել են, զբաղվել են, որովհետև կառավարիչներ են եղել, այդ կառավարիչները իրանց ճիշտ գործողություններով խնդիրը լուծել են։ Հիմա մեր կառավարիչը Երևանին հենց է անելու, որ խնդիրը ավելի ու ավելի զարգանա, որովհետև եթե Տիգրան Ավենյանի համար այս ամեն ինչը նրա պատճառով է եղել, որ մարդիկ տերև են հայրում, ամեն ինչ արդեն դրանով ասված է։ Հիմա ես խորհուրդ եմ տալի անպայման, որ տունը ունենաք այդ օդը մաքրող սարքեր։ Շատ կան, կարակ Վայլբերիսով էլ, ստեղ խանութներում են վաճառում են օդը խոնավեցնող եւ օդը մաքրող սարքեր։ Ես տուն ունեմ Xiaomi-ից գնել եմ, ոչ թե գովազդ եմ անում, ինչ ուզում եք կարակ առնեք, էլի, ինձ պրոստը էդ եմ տեսել, էդ եմ առել, բայց շատ բացի դրանից, մի հատ կարևոր խնդիր կա, որ ես էլ եմ նոր իմացել, ես էլ եմ անպայման դա անելու ու խորհուրդ եմ տալիս ձեզ անպայման նաև դպրոցների այն երեխեքը, ովքեր գրում են դպրոց, ինստիտուտ, քոլեջ, մանկապարտեզ ծնողներին խնդրում եմ, որ ուշադիր լինեն, այս իմ ասածը գոնե անեն, որ երեխեքը կամ ձեր ծնողները սիրելի երիտասարդներ, մասնավորապես ձեզ է վերաբերվում, որ ծնողները անվտանգ լինեն տունը, որովհետև հիմնականում տունն են անցկացնում ամբողջ օրը եւ պատուհանները բացելու պարագայում այդ սմոգն են շնչում։ Ուրեմն NASA-ի կողմից իրականացվել է փորձաքննություն, որի արդյունքում հայտնաբերվել է մի ուրեմն տեսակի ինքը ավելի շատ ուրեմն կանաչի ծաղիկ է, հա, խոտաբույսի բույս է, որը կոչվում է խլորոֆիտում։ Խնդրում ես իմ մոտ կգրեմ հեսա կոմենտներում, նկարը կդնեմ, որ դուք առնեք շատ հեշտ օգտագործվող է, խլորոֆիտում։ Ինքը տանը շատ հանգիստ աճում է եւ շատ դեպքերում այդ իմ ասած սարքավորումներից ավելի լավ է մաքրում տան օդը, ինքը կլանում է կեղտոտ օդը եւ արտաբերում է ավելի մաքուր օդ եւ NASA-ի հայտնաբերությունն է եղել այս ուրեմն տեսակը, որը հնարավորություն կտա ձեզ գոնե տունը լինեք անվտանգ։ Ես անպայման սա կտեղադրեմ, խնդրում եմ բոլորիդ շատ ուրեմն մաչելի բույս է, շատ հեշտ է իրան գնելը։ Ուզում եմ ասեմ, ոչ թանկ է, ոչ ինչ որ տենց դժվար ճարվող է, հանգիստ կարող եք ճարել, մինչև մենք հասկանանք, թե ինչ ենք կարող անել, որովհետև նորից եմ ասում, շատ կարևորում եմ եւ շնորհակալ եմ մարդկանց, ովքեր ոչ թե քաղաքական կուսակցության ներկայացուցիչներ են եւ ընդդիմախոս են,
այլ հասարակական քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ են, ովքեր բժիշկներ են, բլոգերներ են եւ այլ մարդիկ են, ովքեր հետաքրքրված են մեր մայրաքաղաքով։ Ես շատ կարևորում եմ այս նախաձեռնությունը ավելի ընդլայնել եւ ամբողջ երևանցիներով միանալ այս խնդրի լուծմանը եւ պարտադրել, որ Երևանի քաղաքապետը կամ քաղաքապետարանը իրականացնի իրենց պարտականությունները, որոնց իրականացման համար նրանք գումար են ստանում, վարձատրվում են եւ իրենց ըստ էության աշխատանքն է դա եւ սա ազգային անվտանգության հարց է, ոչ թե անդիմադիր հայացք է ուղղակի, որ ինձ դուր չի գալի Տիգրան Ավենյանի կառավարումը։ Սա կարևոր խնդիր է, որը պետքա միասնական լուծենք, հարգելի ընկերներ, այսքանն էր իմ ուղիղ եթերի միտքը, որ ուզում եմ հասցնել ձեզ, ես անպայման հեսա այդ բույսի անունը եւ նկարը կտեղադրեմ իմ ուղիղ եթերի մեկնաբանություններում։ Լավ մնացեք, առողջ եղեք, Աստված բոլորիդ պահապան, հարգելի ընկերներ։